Բարև ձեզ, այսօր զրուցում ենք ապագա Հայաստանի մասին, ցանկալի ապագայի մասին, Խաչիկ Չելիկյանի, Աշոտ Մանուչարյանի և Արենի Դոլյանի միջև։ Ուրեմն փորձենք եկեք պատկերացնել, թե այս ամեն ինչը ինչ-որ կատարվում է, ինչ-որ կատարվում է Ազատության հրապարակում, ինչ-որ կատարվում է քաղաքական մեր կյանքում, ինչ նոր բան տեղի ունեցավ այս 2 ամսվա ընթացքում, ինչը մենք կարող ենք էքստրապոլել դեպի ապագա, իբրև ինչ-որ նոր ցանկալի բանի սկիզբ։ Ինչ տպավորություններ ունեք հրապարակից, քաղաքական, մշակութային, հոգևոր։ Ամենակարևորը, որ ժողովուրդը նորից, այսպես ուզում է, կարծես թե ոտքի կանգնի եւ երկրի ճակատագիրը վերցնի իր ձեռքը եւ ստեղծի այն կյանքը, այն երկիրը, որը ինքը ցանկանում է։ Ամենևս մեծագույն ցանկությունը դրա կա եւ այդ իմաստով երկիրը ապստամբ է, երկիրը հեղափոխական է եւ երկիրը ստեղծագործական է։ Հիմա սա կարևորագույն որակներ են, մենք քննարկենք ուր են գնում, ինչպես անենք եւ այլ, բայց այս վիճակի այսպես պատկերավոր նկարագրումը երևի նույնպես կարող է լինի։ Օրինակ դու ինչ ես տեսել սրա հետ կապված, հետաքրքիր։ Ես տեսել եմ, որ հրապարակը մի տեսակ ապակենտրոնացավ, Առաջին օրերը ճիշտ ասած ես դրանից ինչ որ մտահոգվում էի, ինձ լավ չէի զգում այդ հրապարակում, որը կորցրեց այն միասնական, կենտրոնական, միասնական, ուրեմն գաղափարական, գեղագիտական պատկերը, որը նա ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, իբրև Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակը։ Նա կորցրեց, կարծես թե այն բարձր քաղաքական տեքստը, որը կարողանում էր արտասանել Լևոնը։ Բայց մի քանի օր ուրեմն անցկացնելով հրապարակում, գալ-գնալով, ես սկսեցի հավանել այդ վիճակը ապակենտրոնացման։ Երբ որ հնարավոր է, ուրեմն ցանկացած ոչ սպասված երևույթ, Եվ ինձ թվում է տեքստը դարձել է ոչ թե կենտրոնացված, որը գալիս է հարթակից, եւ որը շատ լավ ուրեմն կազմակերպված է, շատ լավ ուրեմն չափված ձևված է, այլ դարձել է ամբողջ հրապարակում ծավալվող տեքստ։ Հրապարակ վերադարձավ ուրեմն հրապարակից մի տեսակ հեռացած, մաշտոցի պուրակում ձևավորված քաղաքացիական հանրությունը։ Դա նրա պատմական առաջին մուտքն է կարելի է ասել Ազատության հրապարակ, երբ որ նա արդեն միախառնվում է քաղաքական զանգվածի հետ, քաղաքական ուժի հետ, եւ դրանով շարժումը դառնում է ավելի բազմաշերտ, մի տեսակ ավելի խորքային, ուղղորդված չէ քաղաքական ուժի ծառայելու նպատակով, այլ որը իրեն հայտարարում է հրապարակում իբրև իշխանություն։ Այսինքն հասարակությունը կամաց-կամաց սկսում է իրեն գիտակցել որպես օրակարգ թելադրող, իբրև իշխանություն։ Ռաֆի Հովհաննիսյանը կարելի է ասել, որ կիրառում է այլ քաղաքական մշակույթ, նոր քաղաքական մշակույթ, ապակենտրոնացված, որը նա երևի տեսել է, սովորել է, ինչ-որ տեղ ընկալել է Ամերիկայում, որտեղ ուրեմն քաղաքական առաջնորդը նա է, ով ստեղծում է ուրիշների համար արտահայտվելու հնարավորություն։ Այդ աշխատանքը դառնում է ավելի սփռված, ավելի տարածված, Այսինքն դրա էլեմենտները սկսում են աշխատել ոչ միայն Ազատության հրապարակում միտինգի օրը, այլ սկսում են աշխատել Ազատության հրապարակում օր ու գիշեր, սկսում են աշխատել ոչ միայն Երևանի Ազատության հրապարակում, այլ ամբողջ Հայաստանի ուրեմն բնակավայրերի հրապարակներ են ստեղծվում։ Ես փորձեմ մի հարց ձևակերպել, որով ուզում եմ դիմել արվեստի գործչին, մեր Հաչիին, եւ հարցը հետեւյալ ձևով երևի թե կձևակերպեմ։ Ժողովուրդը միշտ ապստամբել է, ուզել է փոխել իր կյանքը, տանել դեպի լավը, բայց ըստ էության չհաշված առաջին ապստամբությունը, որը հաստատեց այդպիսի մի կյանք, այդպիսի մի կղզյակ ժամանակի եւ տարածության մեջ ստեղծեց, որը տևեց մի քանի տարի այսպես իր ամբողջականության մեջ եւ եւս մի քանի տարի որպես
արձագանքներ այդ կյանքի դրսևորվեց եւ պատերազմում եւ առաջի տարիներին պետական շինարարության, բայց առաջինը 88-ից 90-ն էր, երբ որ այդ իր մաքրության, իր ներդաշնակության եւ հատուկ ջերմության բնորոշ մի կյանք ձևավորեց, դա կարելի ասել մեր հաղթանակի ժամանակն էր, որպես հաղթական սկիզբ, այսպես ասեմ։ Բայց անկախ դրանից կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի գորշ էր դառնում, ավելի խեղդող։ Որն է դրա պատճառը։ Ընտրեմ։ Իհարկե, եթե ես կարողանամ այդ հարցին պատասխանել, իմ այստեղ լինելը անիմաստ էր։ Բայց այս դեպքում իսկապես իմ ընկալումը երևույթներին որպես չափանիշ ես մոտենում եմ գեղարվեստական ընկալմամբ։ Եվ այդ առումով ինձ այս շարժման մեջ եւ ոգևորող եւ մտահոգող երևույթներ կան, որը ես վախենում եմ, որ իր մեջ կրում է այ գորշության դատապարտման սերմերը։ Ինչը նկատի ունեմ։ Եթե գեղարվեստական ստեղծագործությունը դիտենք որպես ճշմարտության, իսկական ստեղծագործության մասին է խոսքը, ճշմարտության խտացված մոդել, այս ստեղծագործության մեջ ինձ համար շատ հստակ բացակայում է ոգևորող մեծ գերխնդիրը, որը պարտադիր է ցանկացած ստեղծագործության մեջ։ Ես նկատի ունեմ այս դեպքում այն հզոր ոգեղեն բարձր երկրի մոդելը, որը բոլորիս մեջ թաքնված այդ պահանջը կա։ Այսինքն տեսիլը, որի համար այս ամեն ինչը արվում է, այդ տեսիլը պիտի դրսևորվի ամեն ինչում, եւ այս դեպքում բնականաբար այն սաղմերը, որի մասին խոսում էր Արան, հրապարակում ծնվող, դա շատ ոգևորող է, բայց ես չէի ուզում, որ դա միայն հրապարակում լիներ, անգամ տարբեր հրապարակներում։ Շատ կարևոր է, որ դա ամբողջ հասարակական կյանքում այդ խլրտումները լինեն, որի համար առաջին հերթին մեղավորը քաղաքական դաշտն է, քաղաքական գիտակցությունը, առավել եւս ես կուզեի այդ մեղավորների առաջի շարքում, գնդակահարվողների առաջի շարքում շարել նաեւ մտավորականին, առավել եւս ստեղծագործող մտավորականին, որը համարժեք մշակութային արժեքների պահանջ չի ձևավորում այս նույն հասարակության մեջ։ Ես վստահ եմ, եթե այս մշակութային դաշտի լոկոմոտիվը իր վրա վերցնի արվեստը, պրոֆեսիոնալ արվեստը, մտավորականը իր գիտակցությամբ, իր քաղաքական դիրքորոշմամբ եւ իր ստեղծագործական խիզախումներով, այդ դեպքում մենք երաշխավորված կլինենք հաղթանակի անկախ ամեն ինչից։ Ես ուզում եմ ասել, հրապարակին զուգահեռ չեմ տեսնում այն գեղարվեստական բարձր արժեքը նաեւ պալատներում նկատի ունեմ թատրոն, համերգասրահներ։ Ես շատ կուզեի, որ մենք այսօր այս շարժման մեջ ի վերջո ձևավորեինք այն գեղարվեստական բջիջները, փոքրիկ ստեղծագործական միավորումները, որոնք պիտի վաղվա երկրի այն հոգևոր մեծ պահանջ կրող երկրի գեղարվեստական փոքրիկ ծիլերը այսօր արդեն ստեղծեն։ Ու երևի թե պետք է նախ տեսնենք ինչ կա։ Երբեմն կատարվողը շատ եւ շատ էկլեկտիկ է եւ իսկապես չունի այն մեծ ունիվերսալ, ունիվերսալ խոսքը ասելիքը դեռ չի կարող ձևավորվել, բայց ինձ թվում է ընդհանուր կոնտեքստում հրապարակից դուրս դեռ որ ընդհանուր հանրային կոնտեքստում, հանրային կոմունիկացիայի կոնտեքստում այդ մեծ գաղափարը, մեծ պահանջարկը ինձ թվում է արդեն ինչ-որտեղ կոմունիկացիա, գիտակցման, ձևավորման փուլում է։ Մեզ միացավ Վարդան Խաչատրյանը եւ խնդրեմ Վարդան, ասա քո տպավորությունները այս երկու ամսվա ընթացքում կատարվողի մասին։ Ես համոզվում եմ, որ մենք չենք կարողանում երբեք ճշգրիտ գնահատել հայ ժողովրդի պոտենցիալը եւ նրա միտվածությունը հանդեպ բարձրագույն վես գաղափարները, որտեղ մենք ամեն անգամ մտածում ենք, որ այ ժողովրդի մեջ մուտք է գործել պոռնկաբարով արքագիծը մի զգալի չափով, որովհետև էլիտան այդպիսին է։ Ցավոք սրտի քաղաքական էլիտան, որը պետք է ջրբաժանի նման, ջրբաժանով փեղեկված լիներ, ինչ որ չափով կրում է այդ որակները եւ այդ յուրօրինակ, ես կասեի բացարձակ դիալեկտիկական դավաճանական գծերը
թվում է թե պատվաստել էր ամեն ինչին, բայց ամեն անգամ ոտքի է կանգնում ընդհանրական հայ ժողովուրդը եւ ամեն անգամ դու զարմանում ես, որ նրա մեջ ինչպիսի աներևակայելի պոտենցիալ գոյություն ունի ողնաշարը ուղիղ պահելու, ինչպիսի միտվածություն կա հանդեպ բարձրագույն գաղափարները, որքանով է նա փարոս ընկալում միասնականությունը իր ժողովրդի հավաքական ուժը, 1001 անգամ կարելի է կասկածել դրանում եւ 1001 անգամ ժողովուրդը քեզ մատ կհայտարարի երկու քայլում, որովհետև նա ոտքի կկանգնի ամենաանհույս պատկերացվող վիճակում կասի իր խոսքը եւ պատրաստ կլինի միշտ ավելինին, քան թե պատրաստ է այն քաղաքական հարթակը, միգուցե այն մշակութային հարթակը, միգուցե այն քաղաքացիական հարթակը, որը ձևավորվում է խաղաղ պայմաններում եւ այս հասարակական այդ կորերի էքստրասիստուլաների մեջ երևում է, որ ժողովուրդը այս ամենից այնուամենայնիվ զորեղ է, ուժեղ է, բյուրեղացված մաքրության բացառիկ կղզյակներ ունի իր մեջ, ընդհանրականության մեջ իր դրական է, բարոյական է։ Գլամուր հրապարակները, հանրապետության հրապարակը երեկոյանները, աշատրվաններով եւ գլամուր, ուրեմն հազարավոր մարդկանցով կամ որոնք դուրս են գալիս անգամ տասնյակ հազարավոր ես իմ Երևանի տոներ, ինչ իշխանության կազմակերպած ինչ դիպիլեր, ու թվում էր, այս շատ եղածից շատ գոհու երջանիկ մարդկանցից ինչ հեղափոխություն կարելի է ակնկալել։ Ես ուղղակի համարում եմ, որ մենք իրավունքը չունենք նրա հանդեպ այն վարվեցողության, որը որդեգրել ենք այսօր, որ պետք է այնուամենայնիվ քաղաքական էլիտան կլինի, մշակութային էլիտան կլինի, քաղաքացիական հատվածը կլինի, պետք է հասկանա իր պատասխանատվության աստիճանը այդ մեծ երևույթի առաջ, այդ հազարամյակներով եկող երևույթի առաջ, ոչ թե երեք առաջացած, նախորդ օրը առաջացած։ Ես նոր եմ սկսում հասկանալ, թե ինչ է նշանակում, որ ժողովուրդը ողնաշարը կարողացել է շտկել համարյա կտոր արված եղեռնից հետո։ Մեծ եղեռնից հետո, այնուամենայնիվ տասնամյակներ հետո ժողովուրդը պատերազմական թատերաբեմ է իջել տանելով հաղթանակներ, անսպասելի, անհավանական մի բան։ Եվ այսօր, երբ որ այդ թվացող համարյա անեությունից մեկ էլ վեր է հառնում անսպասելի այդ ալիքը, այդ համոզմունքների կրող մարդկանց բազմություն, այդ դրական դու հասկանաս, որ ամեն ինչ չի որ կորած է, ոչ թե ամեն ինչ չի որ կորած է, գոյություն ունի մի ոգեղեն առանցք, որից կարճելով կարելի է բարձրանալ տիեզերք։ Դա միշտ իմ համար մնում է զարմանալի, էլի որ ամեն անգամ ժողովուրդը զգալիորեն ավելին է, որ ինչ ուզում ալնի նրա համոզմունքն այնա, որ պետք է ինքը միտված լինի դեպի պայծառը, դեպի ապագան, դեպի դրականը, դեպի արյան բացառումը, մանկասպանության բացառումը, խեղելու բացառումը իրավիճակի։ Պետք է վերջը տալ այս մանր մուներ աշխարհի եւ անցնել էլի խոշոր երևույթների եւ իրական խորքային եւ մեծ մարդու աշխարհին։ Հիմա սրա մասին է խոսքը։ Եվ այսօր 88-ը հենց այդպիսին էր։ Հենց սկիզբը վերցված էր այդպիսի աշխարհից եւ որպես ընդվզում այդ աշխարհի անկատարությունների դեմ։ Եվ կառուցվում էր մի բան, որը զուրկ պետք է լիներ այդ անկատարություններից, լիներ փաստորեն մի նոր աշխարհ։ Նոր արևներ, նոր աշխարհներ եւ ողջակիզվող հոգիներ, ուրիշ բան գոյություն չուներ, չափանիշներ։ Այսօրվա բանը լրիվ այսպես ուրիշ այդ մանր, այսինքն իրական այսօրվա ապստամբությունն էլ հենց ապստամբություն է իրականում հենց այդ մանր մունրի դեմ։ Մարդու իսկական վիճակը նորից ձեռք բերելու եւ արդեն նոր կյանքի մեջ, նոր երևույթների մեջ ձեռք բերելու հարցում։ Ժողովուրդը այնուամենայնիվ չընտրեց մեծ գաղափարների ներկայացնող, Պարվեր Հայրիկյանին եւ Հրանտ Բագրատյանին, եւ ընտրեց Ռաֆին, որը այնուամենայնիվ որոշակի ինչ-որ վեհ գաղափար ներկայացնողը չէր, Հիմա գուցե սկսի։ Ես կարծում եմ ճիշտ հակառակն էր իրավիճակը։ Այսինքն ցավալիորեն ես այսպես բոլորի արժանինքները գնահատող մարդ եմ, բայց այնուհանդերձ եւ Պարույրը եւ Հրանտը Բագրատյան երկուսն էլ խոսում էին այսօրվա աշխարհի, այսինքն մանր մուներ երևույթների աշխարհի կատարելագործման մասին։ Ռաֆին տարերայնորեն պարզապես դրսևորելով մարդկային որոշակի որակ, այսինքն ջերմությունը,
ուրեմն մարդկայնությունը եւ այլը, նա հենց շարժեց այդ էությունը մարդու, որտեղ այդ դրա մեջ տեսան սկիզբը մի նոր խոսակցության։ Այնպես որ Ռաֆինը շատ մեծ գործ է կատարել այս իմաստով։ Ես իրոք համարում եմ, որ նա սկիզբ է դրել մի խոշոր նոր խոսակցության, որը բացառում է խոսակցությունները տնտեսական չափանիշները մի քիչ sense տենց, դեմոկրատական process-ը մի քիչ այսպես թե այնպես, այդ ամենը պետք է սրբել, ուղարկել գրողի ծոցը եւ ստեղծել մի նոր աշխարհ։ Միգուցե Ռաֆին այս բաները չի ասում, իրոք չի ասում, բայց այն պահվածքը, որ նա դրսևորեց, զուտ մարդկային հարաբերությունների։ Նա ուզում էր թե չէր ուզում, գիտակցում էր թե չէր, սա երկրորդական է։ Նա սկիզբ դրեց այսպիսի խոսակցության։ Ինձ Աշոտի ասածը շատ հոգեհարազատ է, ես հենց այդ մասին ուզում եի խոսել, եւ այս դեպքում խնդիրը Ռաֆու միջոցով ժողովրդի մեջ ծնված այդ պահանջն է, որ նա հոգնել է այդ չինովնիկից, կոստյումներից, փողկապներից, այդ շքեղ մեքենաներից եւ մարդու պահանջ է զգում։ Այդ մակրությունն, ազնվությունն, անկեղծությունն, անմիջականությունը, երբ որ ժողովրդի մեջ այդ պահանջները Ռաֆու շնորհիվ ծնվեց, ինձ համար դա ամենամեծ արժեքն է։ Եվ այս դեպքում Ռաֆին արեց իր ասածը, այսինքն այն ինչ հնարավոր է։ Հիմա արդեն ի վերջո բոլորիս պատասխանատվությունն է, որ տեր կանգնել ժողովրդի այդ հզոր ներկայացված պատվերին, որից գուցե ոչ թե միայն նոր երկիր պիտի ծնվի, այլ այս համընդհանուր ճգնաժամի մեջ, համաշխարհային համակարգային ճգնաժամի մեջ գուցե նոր մոդել պիտի ձևավորվի, որովհետև այս կարգի պահանջներ, ոնց որ Վարդանն էր խոսում հայ մարդու գենետիկ այդ անկանխատեսելի մարդկային մեծ պահանջների մասին, գուցե հենց այս պահը հենց այդ նոր քաղաքակրթության, նոր համակարգի ծննդի մի հզոր պատվեր է, որին տեր չկանգնելը, դա մեր բոլորի պարտությունն է։ Եվ այս առումով ինձ խիստ մտահոգում է քաղաքական դաշտի այս հարցերում այսպես անգիտակից վիճակը, այդ պատասխանատվությունից չօգտվելու եւ այս պարարտ հողի վրա իսկապես մի հզոր մեծ գերխնդիր չդնելը, որը եւ քաղաքական դաշտինն է եւ առավել եւս այս դեպքում նաեւ մշակույթի գործիչներին է։ Եվ եթե այդ հզոր աշխարհներին, արևներին ուղղված հզոր պատվերը, եթե ինչ որտեղ հետո դատապարտվեց եւ չկայացավ, ես կարծում եմ դրա մեղքերից մեկն էլ հենց արվեստինն էր, որտեղ այդ արվեստի մարդիկ այդ նույն պահանջներով չփորձեցին այդ արևներին ուղղված հզոր արվեստը կայացնել նաեւ մշակութային դաշտում։ Վարդան, ես շատ կուզենայի այն նույն երիտասարդությունը, որ այսպես ինքնաբուխ հրապարակում հայտնվելը, որը մեծ արժեք է, ի վերջո այդ երիտասարդների մեջ փորձել ձևավորել վաղվա երկրի մշակույթի սերմերը այսօր ստեղծելու հզոր պատվերը։ Այդ իրենց տեսիլի, մեծ տեսիլի երկրի գեղարվեստական մոդելը այսօր ձևավորել է անհրաժեշտությունը, ինձ թվում է շատ կարևոր է հենց այդ շարժումը էլի չգորշացնելու համար։ Այսպես ասած մետաֆորաների, էմոցիաների կամ հիշողությունների լեզվով մենք ասեցինք ինչ ենք ուզում, հա? Փորձենք մի հատ հիմա հերթով ավելի առարկայացնել, հա, ինչ ենք ուզում մենք, ինչ ենք սպասում, ինչ ենք երազում։ Ես ուզում եմ մի բանի վրա ուղղակի կենտրոնանանք։ Սասի Դավթի յուրաքանչյուր բաժինը 4 բաժիններից է, չէ՞, բաղկացած, յուրաքանչյուրում հերոսը ունի հակահերոս։ Ոնց որ ասենք, Սասի Դավթն է, Մսրամելիքն է, ասենք դրանք հերոս եւ հակահերոս։ Վերջին հերոսի հակահերոսն ով է։ Փոքր մեհերի, որի առջև ոչինչ չի կարող դիմանալ, որը խնդրում է Աստծուց ուղարկել իր դեմ հրեշտակների զորքը, որ փորձի իր ուժը, տեսնի կամի ուժ, որը հաղթում է իրեն, բայց նրա հակառակ, հակակշիռ հերոսը չկա։ Նա թշնամին է մանրիկ մարդկանց, մանր մարդն է նրա հակառակորդը, այդ մանր մարդուն է նա ջնջում, կռվում, ոչնչացնում, բայց վերջին հաշվով ինչ է տեղի ունենում, այդ մանր մարդը անբարոյականացնում է նյութը։ Եվ արեգակնակիր պայծառ հերոսը սկսում է խրվել հողի մեջ։ Եվ միևնույն է նա պարտություն չունի, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ մանրիկ մարդու ազդեցությունը պետքա դուրս բերել այդտեղից, որովհետեւ նա չափաբարոյականացնի նյութը, որովհետեւ այդ նյութը կարողանա իր վրա կրողը լինել մշակույթի։ Եվ մեր ժողովրդի խոսքը շատ ճշգրիտ է, էլի։ Եվ երևի թե կարելի է ուղղակի որպես բնաբան դնել, եւ այսօրվա շարժմանը, եւ երեկվա շարժումները, եւ ապագա շարժումներին, որ մենք ոտքի ենք կանգնում ձեռքը ծնկին դնելով, ոչ թե մի բանից կարճելով,
արտաքին, ոչ թե ինչ որ այս ուժային կենտրոնից, այն ուժային կենտրոնից, դրանց միջև խաղի ստեղծած հնարավորություններից, ոչ, հայ ժողովուրդը ամեն անգամ ոտքի պետք է կանգնի, հենվելով սեփական ծնկան վրա։ Փառք Աստծո, այդ ծունկը կարող է լինել այդպիսի հրեղեն առանցքով, որը ոչինչով ետ չես տանի, ոչինչով չես աղավաղի ու չես փոխի։ Ուրեմն մեծ մարքսիստ գիտնական Բախտինը հայտնաբերեց մի շատ կարևոր հեղափոխական կարելի է ասել հայտնաբերում, որ մտածողությունը տեղի ունենում ոչ թե մարդու ներսում, այլ մարդկանց միջև։ Մտածողությունը այդ process-ն է, որը իրականանում է մարդկանց միջև։ Դրա համար, սակայն, այդ մարդիկ պետք է լինեն հավասարազոր սուբյեկտներ եւ ոչ թե մեկը վերադաս դիրքից եւ մեկը ստորադաս։ Այդ դեպքում ուրեմն իրենց մեջ կոմունիկացիան անիմաստ է, չեմ ասի հնարավոր չի, բայց անիմաստ է։ Ուրեմն ստեղծել մի հասարակություն, որը հորիզոնտալ է իսկապես։ Եվ ստեղ շատ դժվար երկրորդ հարցն է, իսկ ինչպես ուրեմն համակարգել, հա, այդ պայմանական ասած 3 միլիոն անհատականությունները, 3 միլիոն սուբյեկտները, որոնք համ քաղաքական են, համ տնտեսական են, համ մշակութային են, որոնց համար չկա իշխանություն, հա, այդ կոպիտ իմաստով, այսինքն քեզանից վերադաս ինչ-որ մեկը, որը քեզ ասում է ինչ անել, եւ ստեղ է, որ գալիս է հենց կոմունիկացիայի արժեքը, կոմունիկացիա ձևավորելու արժեքը։ Ինձ թվում է ունիվերսալ գաղափարը հենց կոորդինացիայի գաղափարն է, ինչպես անել, որ մարդիկ կարողանան խոսել եւ այդ խոսակցությունը դառնա ավելի ու ավելի խիտ, ավելի ու ավելի ուրեմն կապակցված, հա, եւ երևի թե դա կլինի մեր ուզած, մեր պատկերացրած երկրի ապագան։ Ամեն մեկը սուբյեկտ, բայց սուբյեկտները, որոնք գտնվում են անընդհատ կոմունիկացիայի եւ կոորդինացիայի միջև։ Այսինքն ինչը արդեն չի պահանջում ուժային հարաբերություններ, չի պահանջում ուժային մրցակցություն, այլ պահանջում է միայն գաղափարական դիալեկտիկ, դիալոգիկ գործընթաց։ Ինձ թվում է, ես սա եմ տեսնում որպես ապագային ուղղված։ Ուրեմն չերեն։ Ես փորձեմ ավելի այսպես պրակտիկ հողի վրա տեղափոխել այս մեր զրույցը, ավելի առարկայական։ Փաստորեն տնտեսական մարդն է թելադրում ոչ միայն տնտեսության կյանքը, ընդհանրական կյանքի կազմակերպումը, պետական կյանքը թելադրում էլի տնտեսականը եւ մարդու մեջ եղած տնտեսական բնությունը եւ նաեւ իմաստության հետ կապված, բարձրագույն նպատակների հետ կապված, իր ձերի եզրանքների, սա նույնպես տնտեսական մարդն է եւ դրա համար աշխարհը մաքսիմալ մանրացել է, այսինքն մարդկային գործունեության ամենացածր հատվածը դարձել է գերիշխող եւ թելադրում է ամենքին։ Պետք է բացառել տնտեսական մարդու այսօր մասնակցությունը այս խոսակցությանը։ Տնտեսականի մեջ էլ ամենազարմանը, եթե առաջ բարիքներ ստեղծելն էր հիմնականը, հիմա շահույթը առավելագույն դարձնելը։ Ավելի մանր խոսակցություն երևի դժվար է անգամ ստեղծել մարդու համար։ Ուրեմն այս խոսակցությունը պետք է բացառել։ Ես այդ մարդուն, որը մտածում է այդ ուղղությամբ եւ գործում է, չեմ տեսնում այսօր ապագա Հայաստանի խոսակցության մեջ։ Սկզբից պետք է սկսի բուն ֆունդամենտալ խոսակցությունը, նա պետք է մաքրի մեր օրակարգը եւ մաքրի մեր մտքերը, հոգիները, հետո նոր այդ մաքրության ազդեցության տակ հայտնված մարդիկ մտնեն այդ գործի մեջ։ Եթե այս գործառույթը չգնա, մենք դեգերելու ենք այդ նույն շրջանակում, փաստորեն անապատում եւ ելք ոչ մի կերպ չենք գտնել։ Ինձ թվում է, հա, այդ ունիվերսալ հասկացությունների տեղայնացումը այդ երեք ոլորտներում, քաղաքականություն, բիզնես եւ մշակույթ, բիզնես չէ, տնտեսություն եւ մշակույթ, դա շատ մեծ առանձին հետաքրքիր թեմա է, որը միգուցե առիթ կունենա եւ կարևորագույն։ Հա, որովհետեւ հասարակական դիտակցությունը պարզ պատկերացնի դա։ Մեր մոտ չեն պատկերացնի։ Այնքան էլ պարզ չի այդտեղ ամեն ինչ եւ հա, մի խոսքով դա ուրիշ թեմա է։ Երևի այս անգամ ամփոփենք մարտ 2013 թվական կան հնարավորություններ հանրային կյանքի ուրեմն գիտակցման մակարդակի
էական աճի, հա, տեղի ունեցավ մի հատ թռիչք դեպի վեր, հա, ոնց որ թե ազատության եւ ինքնակազմակերպման իմաստով։ Եվ մենք իհարկե կհետևենք եւ կաշխատենք իմաստներ ներդնել այդ process-ի մեջ, կհետևենք ինչպես դա, կհետևենք դրա դինամիկային, ինչպես է դա զարգանում։